Մի քանի ամիս է տնտեսվարողները կառավարությունից պահանջում են կասեցնել տարեսկզբին ուժի մեջ մտած շրջանառության հարկի փոփոխությունները։ Հունվարի 1-ից փոքր ու միջին ձեռնարկատերերը կրկնակի 5%-ի փոխարեն 10% շրջարկ են վճարում։ Տնտեսվարողներն ասում են, որ հարկային փոփոխությունից հետո որոշ փոքր բիզնեսներ փակվել են, մյուսներն էլ փակման եզրին են։ 2350 ստորագրությունով դիմում ու առաջարկների նախագիծ կառավարությանն ու խորհրդարանին ՓՄՁ ներկայացուցիչները ներկայացրել են, բայց արձագանք չկա։ Պատրաստվում են եւս մեկ անգամ գրավոր առաջարկներ ներկայացնել։ Մենք պատրաստվում ենք առաջարկների փաթեթով հանդես գալ, բայց գործողությունները բաժանենք երկու փուլի։ Լուծումների տրամադրում, այսինքն եթե մենք լինեինք կառավարություն, ապա ինչպիսի լուծումներ կտրամադրեինք, որ բոլորին լիներ, այսինքն եւ պետության համար եւ տնտեսվարողների համար լինի շահավետ, փոխադարձ ընդունելի եւ ընկալելի։ Երկրորդը տեխնիկական խնդիր է, այսինքն գտնել այն ճանապարհը, որ պարտադրել կառավարությանը գնալ լուծումների եւ փոփոխությունների։ Դրական պատասխան չստանալու դեպքում տնտեսվարողները կտրուկ գործողությունների կգնան։ Պատկերացրեք Փեթակ, Սուլմալու, Մալացիա, դրանք բոլորը 5 օր չաշխատեն, անցնենք նույնիսկ շաբաթ-կիրակի օրերը կարելի է թիրախավորել, անցնենք բակային խանութների փակմանը, լայն համատարած գործադուլներ կազմակերպելու միջոցով, որտեղ որ պատկերացրեք 55,000 տնտեսվարող կամ եթե նրանցից որոշակի մասը չի մասնակցում, 30,000 տնտեսվարող 5-օրյա գործադուլ է հայտարարում, 30,000 տնտեսվարող իր աշխատակազմով դուրս է գալիս եւ իր բողոքի ձայնն է արտահայտում, սա արդեն պարտադրանքի գործիքներից են, որ կառավարությունը չի կարող ուղղակի հաշվի չնստի։ Հունվարից ուժի մեջ մտած հարկային փոփոխությամբ տնտեսվարողը կարող է գույքագրել ամբողջ ապրանքը եւ 10-ի փոխարեն 1% շրջարկ վճարել, սակայն տնտեսվարողները վստահեցնում են, որ ապրանքների ու արտադրանքի գույքագրումն անհնար է։ Շատ են դեպքերը, որ միկրո մանր բիզնեսում դրանք անհնարին է հաշվառումը իրականացնել աշխատակազմի բացակայության պատճառով, պահեստային դասավորվածության պատճառով, գոյություն ունի չփաստաթղթավորված ձեռքբերումներ։ Ըստ ոլորտների եթե դիտարկենք, շատ են դեպքերը, օրինակ պատկերացրեք մրգի խանութները, գյուղատնտեսության ոլորտում չփաստաթղթավորված ձեռքբերումներ են բազմաթիվ, ոսկու պարագայում, հագուստեղենի պարագայում։ Ապրանքը չգույքագրելու դեպքում գործի է անցնում հարկային մարմինը ու տուգանք է կիրառում։ Շատ ձեռնարկատերեր բարձր տուգանքների պատճառով դադարեցրել են գործունեությունը։ Ապրանքային մնացորդի ավելցուկի դեպքում եթե հարկային մարմինները գալիս հաշվում են, առաջանում է ապրանքային մնացորդի ավելցուկը 20% տուգանք, պակասորդը 50% տուգանք։ Սա աբսուրդ է, որովհետև դա եթե կիրառելի է խոշոր ու միջինից բարձր բիզնեսում, ապա չի կարող կիրառելի լինել փոքրի եւ միկրոյի պարագայում։ Հայաստանում գոյություն ունի 55,000 մանր միջին ձեռնարկություն, եթե միջինում ընդունենք, որ նրանք ունեն նաեւ յուրաքանչյուրի 5 աշխատակից, այսինքն մոտավորապես 250,000 մարդ ապրում է փոքր եւ միջին ձեռնարկատերերի աշխատանքի արդյունքում։ Հետևաբար այս մարդկանց հետ պետք է խոսել սոցիալական խնդիր լուծելու տեսանկյունից։ Ընդ որում շատ կարևոր է դիտարկել եւ հասկանալ, որ փոքր եւ միջին բիզնեսը տնտեսության թթվածինն է, շնչառությունը։ Բարձրացնել շրջարկի դրույքաչափը, որպեսզի տնտեսվարողը ստիպված չլինի մնալ այդ հարկային դաշտում եւ անցնի ավելացված արժեքով հարկվելու դաշտ։ Հարկային փոփոխությունը գործադիրն այսպես է հիմնավորում։ Մենք փուլ-փուլ պետք է ընդհանրապես շրջանառության հարկի համակարգից հրաժարվենք։ Փաշինյանի գնահատմամբ ստեղծվել է մի դաշտ, որը տնտեսվարողին աճելու մոտիվացիա չի տալիս։ Տնտեսվարողը չի անցնում միկրոբիզնեսի համար սահմանված տարեկան 24 միլիոն դրամ շեմը։ Քանի որ Փաշինյանը ընդհանրապես պատկերացում չունի բիզնեսի, բիզնեսավարման, տնտեսավարման, տնտեսության վերաբերյալ, հետևաբար նրա այդպիսի հայտարարությունները բացառապես կարող ենք դիտարկել անտեղյակության ու տգիտության ժանրից։ Բիզնես տնտեսավարում նրա առաջին խնդիրը շահույթի մակարդակի ավելացումն է։ Եվ ես չեմ ճանաչում բիզնես մտածելակերպ ունեցող մարդ, տնտեսվարող սուբյեկտ, ովքեր խուսափեն իրենց եկամուտների ավելացումից։ Մասնագետների հետ քննարկելուց հետո առաջիկա օրերին գրավոր առաջարկներ կներկայացվեն կառավարությանը, իսկ մինչև այդ տնտեսվարողներն ու մասնագետներն առաջարկում են կասեցնել չհիմնավորված օրենքն ու հարկային տերորը։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։